Ես մի քանի թուրքական պաշտոնական հաղորդագրություններ եմ պատրաստել այսօր ձեզ համար, որոնցից մեկը ասում է. Թուրքիան մտադիր է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ սահմանը։ Հիմա փորձենք այս հայտարարությունների տողատակը հասկանալ։ Հետաքրքիր է, ինչ հաշվարկ կա այդ ժամկետի տակ, երբ ասում է պաշտոնական Ստամբուլը, Անկարան։ Եթե նկատի ունենանք այս թեմայով նախորդ ելույթները, ուրեմն պիտի համոզվենք, որ առաջիկա 6 ամսվա ընթացքին արդեն խաղաղության պայմանագիր պիտի կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Որովհետեւ թուրքական կողմը վաղուց այս խնդիրը գաբած էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Եթե չլինի այդ պայմանագիրը, ոչ մի սահմանի մասին խոսք լինել չի կարող։ Ըստ իրենց ելույթներուն այս առումով նախագահ Էրդողանն անցյալին ելույթ ունեցած էր, ուրիշ պաշտոնակատարներալ, պաշտոնական անձինք ասած էին, որ մինչև որ խաղաղության պայմանագիր չկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները դժվար թե քննականon ընթացք ստանան։ Մենք հիմա սաբահուն ամեն ինչ վերակրեցինք սահմանի բացման, բայց նույնքան միգուցե ավելի կարևոր է երկու երկրներու միջև դիվանագիտական հարաբերության հաստատումը, ինչ որում մասին մինչև այսօր խոսք չկա դակավին։ Թուրքիայի պաշտպանության նախարարն է Բագրատ ասում, բարձր է գնահատում Վաշինգտոնում ստորագրած համաձայնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ հույս հայտնում, որ Երևանն ու Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Բոլոր թուրքական կողմերը բարձր կգնահատեն բնականաբար այդ պայմանագիրը, որովհետեւ անցյալին ինչ որ գաղաղագեին Զանգեզուրի միջանցք ըսելով, ոտքերին քեդին գզարնեին Զանգեզուրի միջանցք ըսելով, հիմա Թրամփի ուղի անունով արդեն ստացան։ Հետո իրենք բարձր գնահատելու իրավունք ունին շփախտաբար։ Այսինքն այս հայտարարությունները ուղղված են Երևանին թե Բաքվին։ Այս հայտարարությունները միգուցե չեմ կարծել թե Բաքվին ուղղված են, Բաքվին էլ ավելի փակ թռներու յետին գխոսին, ոչ թե հրաբարակավ, այդտեղ նախագահներու մագարտակով իրենք արդեն որոշ երկխոսություն ունին, բացառված չէ որ երկու արտգործ նախարարություններն արդեն իրարու հետ շփման մեջ են, հետո միգուցե ներքին լսարանին ընդհանրապես ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիա ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են, որովհետև հետսեդը ավելի աչք ձագող հագասություն մգա։ Ադրբեջանը ընթացք ու դա պերնադարներուն գետրոնական ասիային տեպի Հայաստան մուտքին պերնափոխադրության, իսկ Թուրքիան դակավին սահմանը փակ կվա է։ Հետո ներքին լսարանեն հնչող միգուցե եթե հարցումներ կան, ավելի շատ անոնց ուղղյալ է այս հայտարարությունները կգործեմ։ Թուրքիայի տրանսպորտի նախարարն էլ ասում է, Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի 2030 թվականին։ Ենթադրում եմ խոսքը Թրամփի ուղու մասին է։ Անշուշտ որ այլևս այդ Զանգեզուրի միջանցքը թուրքական կողմի դակավին այդպես գհիշվի, բայց մենք ադիկա ոգեգոճեցինք կամ անվանեցինք Թրամփի ուղի TRIP անունը տրինգադոր International Transport Jump-ը Թրամփի անունով եւ մեզի կարծես այս լուծումը ավելի հեշտ եկավ։ Բայց էականը ինչ փոխվեցավ ինձ համար շատ հայտնի չէ։ Հայտնի չէ ինչ փոխվեցավ Թրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը ինչով են տարբերվում միմյանցից։ Ճիշտ է այդպես, այո։ Տարբերությունը չի որովհետեւ գուզեին սայթակ անցք ունենալ եւ հիմա այդ անսայթակ անցքը պիտի ունենան։ Նույնիսկ նվաստացնող ելույթներ ունեցած էին։ Ալիևը հայտարարած էր, որ ովևէ հայ պաշտոնյայի երեսը տեսնալու հանդուրժողություն չունենք այդ ջամփու վրա։ Եվ հիմա գերեւի թե ամերիկացի պաշտոնակատարներ որ տեսնեն իրենց համար հաջելի պիտի լա։
Իդեպ Էրդողանը հրավեր է ստացել պաշտոնական Երևանից, մասնակցել համաժողովի Երևանյան եվրոպական։ Դեռ պատասխանը չկա Էրդողանից։ Ալիևը հրաժարվել է մասնակցել։ Ալիևը հրաժարվել է, ուրեմն Էրդողանի մասնակցությունն գախյալ է Ալիևի թույլտվությունն։ Օ։ Եթե Ալիևը գրնասերտալ ինձ ամարանբադերություն չկա, ասա Էրդողանը գերտա։ Ահա։ Եթե սա սա մեզ համար ծերնդու չէ, Էրդողանը շանս չունի երտալու։ Իր գամքը բարդատրելու շանսը վաղուց կորսնցած է արդակին հարաբերություններու մեջ։ Այսինքն Անկարան այդ աստիճանի կախում ունի Բաքվից, հա։ Այո, այո, իմ համոզումը այդպես է։ Բաքուն այլևս մեծ եղբոր թերագադարության մեջ է այս հարաբերություններու մեջ։ Շնորհիվ իր ներդրումներուն, շնորհիվ սոկարին։ Հա։ Հասկանալի է։ Արգելի Բակրատ, Հռոմի Պապի այցելությունը հայկական եկեղեցի հայտնի է ում նախաձեռնություններ։ Հռոմի Պապի նախ եւ առաջ Թուրքիա այցելությունը Ահա։ քունած դիեզերական բادرարկարանի նախաձեռնություններ։ Դիեզերական բادرարկներ, որ հրավեր ուղղած էր նույնիսկ նախորդ Պապին, Ֆրանկիսկոս Պապին։ Ըսելով որ 2025-ի նոյեմբերին մենք նշելու ենք Նիկիո դիեզերական ժողովի 1700-ամյակը եւ հրամեցեք միասին հիշադակենք։ Այն adեն թրական պատասխանը հասած էր, բայց Ֆրանկիսկոս Պապի կյանքը չհերիկեց այս նյութով եւ անոր հաջորդեց Լևոն 14-րդ Պապը եւ անալ ընթացք տվավ այդ հրավերին եւ եկավ Թուրքիա։ Ուրեմն գլխավոր նախաձեռնողը դիեզերական բادرարկներ, բայց հայոց բادرարկարանը այս երկրի մեջ մեծագույն քրիստոնյա համայնքի ներկայացուցիչն է։ Հայերը այս բան երկրի թիվով ամենամեծ փոքրամասնությունը ներկայացնեն։ Հետո անհրաժեշտ էր որ անպայման այցելեր հայոց բادرարկարան, ինչպես նաև այցելեց ասորոց եկեղեցին։ Ասորիները նոր եկեղեցի մգարուցած էին, այդ եկեղեցին այցելեց, կաթողիկե համայնքի եկեղեցին այցելեց Սենտ-Էսպրի ֆրանսական, այցելեց ֆրանսական ձերանոցը եւ համերկաթահլիջի մեջալ բادرակ մադույց համայն քրիստոնյաներու մոտավորապես 5000 հոգի մեկտեղվեցան այդտեղ աննախադեպ միջոցառում մներ մինչև այսօր եկեղեցիները դուրս կրոնական արարողությունը սովորական երևույթ չէ Թուրքիո մեջ կամ Բոսո մեջ այս մեկը համերկասրահը որ հadouk փեմահարտարում ունեցավ խաչով օժդվեցավ եւ այլն ցևոմը եկեղեցի խորանի դպավորությունը ստեղծվեցավ այդտեղ եւ մեծ մասնակցությունով այդպիսի հոգեվոր քիշեր ապրվեցավ Թուրքական կողմից խանդի զգացում չնկատվեց ոչ թե խանդի բայց ընդառաջ ծայրահեղ աչագողմյան շրջանակները բավականին գասկածներ ստեղծեցին այս ուղղությամբ թե բաբը ինչու համար եկավ փուն նվադակը արդյոք ինչ է այս այցելության յետին թակուն ինչ նվադակներ կան այս առումով ահագին աղմուկ բարձրացավ մանավանդ հայերի հասցեին հնչած հայտարարություն ոչ թե հայերի հասցեին այլ առհասարակ բաբին ուղված հարցականները իր ասոնք որովհետև Թուրքիո մեջ շատ կսիրեն Թուրքիո բոլոր ցախողությունները արդակին թերագադարներու կորձողության վերակրել ամեն ինչ դեստեն թուրսեն թիդված թուրսեն սարկված սատրանքներ լալով այդպիսի մդայնություն շատ աշխուժ է Թուրքիո մեջ հետապար աչագողմյան շրջանակներն ինչ որ իրենց վայելը այդ է արդեն այդպես կվայել է այդ արիթը պատշտողություն